Գլոբուսի այս կետերը տարբեր աշխարհամասերի հակամարտություններն են թիրախավորում, այդ թվում հայ-ադրբեջանականը, որն ըստ The Economist հեղինակավոր պարբերականի վերլուծության աշխարհում այս պահին ընթացող ևս 6 կոնֆլիկտի հետ եկող տարի 2026-ին կթեժանա, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, Բաքու-Երևան առևտուր արել, փորձագետների մայրաքաղաքից մայրաքաղաք ուղարկել։ Անընդհատ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի գլխավոր նախադրյալը այնուամենայնիվ մնում է իմ կարծիքով իր ռազմական շատ ուժեղ այս բալանսի փոփոխությունը, որ ինքը շարունակում է իր անվտանգային զինանոցի ուժեղացումը, այսպես կոչված, ու ռազմական էսկալացիա կլինի այն դեպքում, երբ ադրբեջանական բանակցային գործընթացը մտնի փակուղի, բլոկ լինի, այսինքն։ Կան դրա նախադրյալները, մասնագետն ասում է, Ադրբեջանը ոչ ամերիկյան նախախաղաղության կուլմինացիայից առաջ, ոչ էլ դրանից հետո այդպես էլ չդադարեց մեզ հետ ուժի դիրքերից խոսել։ Նաև հիշեցնում է, ինքնիշխան Հայաստանը շարունակ ընդհուպ մինչև Ալիև հռչակվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Ավելին, Ադրբեջանից այդպես էլ չեն արձագանքում պաշտոնական Երևանի առաջարկին խաղաղության գործընթացից հանելու ինչպես արցախցիների միջազգայինորեն ճանաչված վերադարձի իրավունքը, այնպես էլ նրանց դարձյալ այսպես կոչված նորահայտ փախստականների հարցը։ Չեն արձագանքում այնպես, կարծես չեն էլ լսել։ Իրենց կողմից ուժի լեզու շարունակում է աշխատել այնուամենայնիվ, ինչը միանշանակ բարձրացնում է տեղային էսկալացիաների ռիսկը թեկուզ, տեսնում են ամեն օր ռազմական առումով ուժեղացող Ադրբեջան։ Այն, որ ստանդարտները երկակի են ու խաղաղության փաստաթղթին զուգահեռ Ադրբեջանը օր-օրի ամրացնում է իր անվտանգային համակարգն ու անվտանգային իմունիտետը պետության, հասարակության, սա պետք է մեզ համար որոշակի ազդակ լինի մշտապես պատրաստվելու եւ ուժեղանալու համար։ Երկխոսության փորձեր առանց նախկին ինտենսիվության, քաղաքագետն այսպես է բանաձևում հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլը, ագրեսիվ հռետորաբանությունը լրացնում է խաղաղասիրական ձայնը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։